Երկու ջահելներ նորից են ծնվում։ Կիրգիզական հեքիաթ։ Վաղուց, շատ վաղուց մի բայ է լինում։ Այդ բայը մի տղա ու մի ամուսնացած աղջիկ է ունենում։ Ծեր մարդը շատ է ուզում, որ որդին էլ ամուսնանա, լավ տուն ու տեղ լինի։ Դրա համար նա օրը 5 անգամ աղոթում է։ Աստծուց ոչինչ չի ուզում, դրանից բացի։ Տղան մեծանում ու խելոք երիտասարդ է դառնում և կյանքում երբեք սուտ չի խոսում։ Մի օր հոր հերթական աղոթքից հետո տղան ասում է. «Թանկագին հայրիկ, կարծում եմ Աստծուն շատ նեղություն ես տալիս, աղոթելով իմ բախտի համար։ Մարդիկ շատ են, իսկ Աստված մեկը։ Եթե ամեն մարդ նույն բանը օրական 5 անգամ խնդրի, Աստված կարող է ձանձրանալ»։ «Ո որդիս», պատասխանում է հայրը, «Աստծուն աղոթիր, որ նա ների քեզ հիմար մտքերիդ համար։ Դու պարզապես մարեցիր իմ հույսը։ Հիմա ով գիտե այլևս այն չի իրականանա»։ Ծերունին գլուխը կախում է ու տխուր հոգ հանում։ Տղան իր խոսքերի համար ամաչում է։ «Ներիր ինձ հայրիկ»։ Մի քանի օր անց բայը հիվանդանում ու մահանում է։ Բային թաղում են, իսկ տղան ամբողջ ժամանակ տնից դուրս չի գալիս, սգում է իր հոր մահը։ 40 օր հետո տղայի մոտ է մտնում մայրն ու ասում. «Որդիս, լսիր ինձ։ Այս երկիրը շատ մարգարեներ ու թագավորներ են թողել ու հեռացել։ Ո՞վ էր քո հայրը։ Մի սովորական բա էր։ Նա մեռավ, իսկ մենք դեռ կենդանի ենք։ Ուրեմն պիտի ապրենք։ Իսկ դու 40 օր անդադար սգում ես, ոչ ուտում ես ու ոչ էլ խմում։ Նայիր, արդեն կաշիտ ու ոսկորներդ են մնացել։ Խնդրում եմ, վեր կաց ու աշխատիր։ Աշխատիր ապրել այնպես, ինչպես բոլոր մարդիկ են ապրում։ Դու երևի շտապում ես քարսունքը կատարել և նորից ամուսնանալ», դառնացած ասում է որդին։ «Ես տանջվում եմ իմ հոր համար։ Խնդրում եմ, ինձ հանգիստ թող»։ Մայրը նեղանում է որդու խոսքերից, բայց խղճում է նրան և հենց նույն գիշեր Ջիգիթին ուղարկում է աղջկա ու փեսայի ետևից։ «Թող գան», մտածում է նա, «թող գան ու ուրախացնեն նրան։ Գոնե տնից նրանք կարողանան հանել»։ Մյուս օրը աղջիկը ու փեսան երկու խուրջին առած գալիս են։ Մի խուրջինի մեջ միրգ է լինում, իսկ մյուսի մեջ բազմաթիվ շշեր։ Փեսան մտնում է տղայի մոտ ու ասում. «Եղբայր իմ, ես քո ավագ քրոջ հետ հեռվից եմ եկել և ուզում եմ, որ միասին ուրախանանք։ Այս բոլոր շշերում խմիչք է։ Եթե խմես, տրամադրությունդ կբարձրանա և դու անպայման վիշտդ կմոռանաս»։ Ու նրանք սկսում են խմել։ Տղան ուրախանում է և հարբելով մոռանում իր վիշտը։ «Շատ շնորհակալ եմ, փեսա», ասում է տղան նրան ճանապարհելիս։ «Դուք իսկապես ինձ շատ լավ ուրախացրիք։ Էլ իմ մասին չմտածեք։ Շատ ափսոս, որ մինչև հիմա այդպիսի խմիչքներ չէի փորձել։ Դրանից էլ իմ ջահել օրերը այսպես ձանձրալի անցնում էին»։ Այդ օրվանից սկսած տղան սկսում է հաճախ խմել։ Շատ ընկերներ է ձեռք բերում։ Տղայի մայրն էլ է հիվանդանում ու շատ շուտով մահանում։ Իսկ նա այնքան է տարվում հարբեցողությամբ, որ նույնիսկ թաղմանը չի գնում։ Հիմա արդեն նրան էլ ոչ ոք չէր խրատում։ Քանի գնում նա այնքան շատ էր խմում և ի վերջո քամուն է տալիս հոր ամբողջ հարստությունը, և երբ աղքատանում է, ընկերները հեռանում են նրանից։ Տղան գիշերում է դրսում, որտեղ որ պատահի։ Շորերը շուտով պատառոտվում են, դեմքի մազերը երկարում ու նա անճանաչելի է դառնում։ Մի անգամ նա չայխանա է մտնում ու թեյ է խնդրում։ «Նախ վճարիր», պատասխանում է չայխանայի տերը, «թե չէ առանց փողի քեզ իսկի տաք ջուր էլ չեմ տա»։ Այստեղ տղան հիշում է իր ավագ քրոջն ու փեսային և որոշում է գնալ նրանց մոտ։ Բռնում է երկար ճանապարհը և միայն 3-րդ օրը հասնում այնտեղ։ Տեսնելով աղքատ օտարականին, քույրը եղբորը չի ճանաչում
և նրան մի բլիթ է տալիս։ Եղբայրը վերցնում է բլիթը, դնում է ծնկանը ու տխուր հոգոց անում։ Քույրը նորից տուն է մտնում ու վերադառնում մի բաժակ կաթը ձեռքին։ Եղբայրը վերցնում է բաժակը, դնում է կողքին ու շարունակում տխուր տրտում առանց ուտելիքին ձեռք տալու նստած մնալ։ Այդ ժամանակ քույրը հանդիմանանքով ասում է. «Դու ինչ մարդ ես, քեզ համար հաց բերեցի, բայց չես ուտում, ես քեզ համար կաթ բերեցի, բայց չես էլ խմում, լսիր այ մարդ, էլ ինչ ես ուզում»։ Քույր իմ, միթե դու ինձ չես ճանաչում, հարցնում է տղան արցունքն աչքերին։ Քույրը ճչում է ու անզգա գետնին գլորվում։ Տանեցիները լսում են նրա ճիչը, դուրս են թափվում, դեմքին ջուր ցողում և նա ուշքի է գալիս։ «Շուտ ամուսնուս կանչեք, շուտ», ասում է նա։ Ամուսինը գալիս է, բարևում աներծակին, ասես ոչինչ էլ չէր պատահել, ու ներս է տանում։ Այսպես անցնում է 4 օր։ Տղան հանգստանում է, նոր շորեր է հագնում։ Այդ ժամանակ փեսան ասում է. «Սիրելիս, հայրդ մեծ հարստություն էր թողել, իսկ դու ամբողջը քամուն տվեցիր։ Ախր ոնց կարող է մարդ այդպիսի աղքատության դուռը հասնել»։ «Սիրելի փեսա», ասում է տղան հանդարտ ձայնով, «չէ որ հենց ինքդ սովորեցրիր ուրախությունը խմիչքի մեջ գտնել։ Մի անգամ ինքդ ասացիր, թե եթե խմես հոգիդ կթեթևանա ու վիշտդ կմոռանաս։ Էդ օրվանից սկսած ես զվարճություններ եմ փնտրել, շատ ընկերներ ունեցել և չէի էլ նկատում, թե արևը երբ է ծագում ու երբ մայր մտնում։ Բայց եկավ մի օր, ես, ինչպես տեսնում եք, այսպես աղքատացա»։ Փեսան դառնացած պատասխանում է. «Ուրեմն ես եմ քեզ տնից տեղից զրկել, ես եմ փչացրել քեզ։ Դե լավ, ինչ արած, ուրեմն մի անգամ էլ պիտի օգնեմ։ Հիմա արդեն ամեն ինչ քեզանից է կախված։ 7 սարից 7 դաշտից են կողմ մի քաղաք կա։ Այդ քաղաքը Ուրախաշատ է կոչվում։ Այդ քաղաքը շատ գեղեցիկ է, ով որ ընկնում է այնտեղ, ուրախ ու զվարթ է դառնում, մոռանում է իր վիշտը, կարծես երբեք կյանքում վիշտ էլ չի տեսել։ Այնպես է իրեն զգում, կարծես նոր է ծնվում։ Ես քեզ 20 բեռնված ուղտ կտամ, և այդ քարավանով դու կգնաս Ուրախաշատ քաղաքը։ Այնտեղ դու լավ գնով կծախես ապրանքդ և ետ կգնես այն բոլորը, ինչ հայրդ թողել էր քեզ։ Այդ ժամանակ դու նորից ուրախ ու զվարթ տղա կդառնաս ու կմոռանաս աղքատության վիճակը։ Ինչպես ասում է փեսան, այդպես էլ անում են։ 20 ուղտ բարձում է թանկագին ապրանքներով, տղային նստեցնում մի լավ ձիու վրա, ոսկով լիքը մի խուրջին տալիս ու քարավանի հետ ուղարկում Ուրախաշատ քաղաքը։ Քարավանը գնում է հա գնում, ու մի օր էլ երեկոյան կանգ է առնում մի մեծ գետի ափին։ «Ահա և Ուրախաշատը», ասում է քարավանապետը։ 7 դարպաս ունի, որոնք բացվում են առավոտյան և փակվում արևը մայր մտնելու հետ։ Հիմա դարպասները արդեն փակ կլինեն։ Գիշերը մենք կքնենք էստեղ, իսկ վաղ առավոտյան կմտնենք քաղաք։ Առավոտ շուտ տղան նստում է իր ձին, վերցնում է ոսկով լի խուրջինն ու որոշում առաջինը ինքը քաղաք մտնել։ Արևը դեռ դուրս չէր եկել, ու դարպասները փակ էին։ Տղան մոտենում է ու սպասում է, թե երբ պիտի բացվեն, որ ինքը ներս մտնի։ Հանկարծ պարսպի վրայից ինչ-որ մեկը մի մեծ սնդուկ է ցած գցում։ Անցնում է բավական երկար ժամանակ, բայց տերը այդպես էլ չի երևում։ Տղան շատ է զարմանում, իջնում է ձիուց, բացում սնդուկը ու մեջը մի գեղեցիկ աղջիկ է տեսնում։ Այդ աղջիկը 40 տեղից վիրավորված էր լինում։ Աղջիկը դեռ կենդանի էր։ Տղան փակում է սնդուկը, բարձում ձիու վրա ու գնում։ Երբ բացվում են քաղաքի դարպասները, տղան ներս է մտնում
մի իջևանատուն է գտնում, վարձում ամենալավ սենյակը, սնդուկը ներս տանում, հետո տիրոջից իմանում, թե քաղաքում ով է ամենալավ հեքիմը։ Շուկա կգնաս, ասում է իջևանատան տերը, առաջին կանաչ կրպակը չէ, երկրորդը դեղինը կմտնես։ Էնտեղ մի սպիտակամորուս մարդ դեղեր է ծախում, հենց նա էլ մեր քաղաքի ամենանշանավոր հեքիմն է։ Տղան գտնում է կրպակը, հարգանքով գլուխ է տալիս սպիտակամորուս ծերունուն ու հրավիրում իր մոտ։ Բացում է սնդուկն ու ցույց տալիս կիսամեռ գեղեցկուհուն։ «Էս աղջիկը քո ի՞նչն է», հարցնում է հեքիմը։ «Իմ միակ քույրն է»։ Հեքիմը երկար մտածում է ու ասում. «Չէ, էդ աղջկան ես չեմ կարող բուժել։ Հայրիկ, ես 20 ուխտ ունեմ, բարձած հարուստ ապրանքով, ոչինչ չեմ խնայի քրոջս փրկելու համար»։ Ծերունին նորից է մտքերի մեջ ընկնում։ «Դե լավ, ես կբուժեմ քո քրոջը, բայց մի պայմանով. ամեն օր քո ուխտերից մեկի բեռի կեսը դու պետք է տաս ինձ»։ Տղան համաձայնում է, և ծերունին սկսում է բուժել գեղեցկուհուն։ 40 օր հետո, երբ հեքիմը վերցնում է բեռան վերջին մասը, աղջիկը ոտքի է կանգնում։ Աղջկա բուժելու համար տղան ծախսում է իր ամբողջ հարստությունը, նույնիսկ խուրջինի բոլոր ոսկիները։ Մի անգամ, երբ նրանք սոված նստած էին, աղջիկը տղայից խնդրում է թղթի մի կտոր ճարել։ Տղան կատարում է աղջկա խնդրանքը։ Աղջիկը վրան ինչ-որ բան է գրում ու ասում. «Էս թուղթը տար դեղին կրպակի մոտ գտնվող կանաչ կրպակը»։ Տղան տանում է թուղթը և փոխարեն մի սկուտեղ լիքը ոսկի է ստանում։ Ետ է գալիս ոսկով լիքը սկուտեղը, դնում է իր գեղեցկուհու առաջը, և առաջին անգամ այսքան երկար իրար հետ մնալու օրից աղջիկը ժպտում է և հարցնում տղային. «Ինչ պիտի անենք էս հարստությունը»։ «Իմ ունեցածը ես ծախսեցի քեզ բուժելու համար, իսկ այս ոսկին քոնն է, ինքդ էլ որոշիր, թե որ էդպես է, հավաքիր ամենալավ վարպետներին, թող 30 օրվա մեջ մեզ համար մի այնպիսի տուն պատրաստեն, որի նման այս քաղաքում չլինի», ասում է գեղեցկուհին։ Տղան մունետիկներ է վարձում ու ամեն տեղ հայտարարում, թե ուզում է մի այնպիսի տուն կառուցել, որի նման այս քաղաքում չկա։ Հավաքվում են 300 վարպետներ ու ասում, թե իրենք կարող են 30 օրվա մեջ մի այդպիսի տուն կառուցել։ Այդպես էլ լինում է։ Չի անցնում 30 օր, տունը վերջացնում են։ Իսկ հիմա, ասում է գեղեցկուհին, ինձ համար նոր զգեստ ներառ։ Չես տեսնում, շորս 40 տեղ պատռված է։ Նոր տան համար նոր շորեր են հարկավոր։ Աղջիկը նրան մի պարկ ոսկի է տալիս։ Տղան հենց այն է ուզում է գնալ, աղջիկը կանգնեցնում է ու հարցնում. «Լսիր, որտեղից ես ուզում ինձ համար հագուստ առնել»։ «Շուկայից», պատասխանում է նա։ «Չէ, դու կգնաս խանի պալատի մոտ։ Պալատի դիմացը ոսկե կրպակ կա։ Խանի աղջկա կրպակն է։ Էնտեղ մի գեղեցիկ տղայի կտեսնես։ Դա վաճառողն է։ Պարկի բերանը բաց կանես։ Առաջը կթափես ոսկիներն ու ջահել կնոջը հարմար զգեստ կխնդրես»։ Տղան աղջկա բոլոր ասածները կատարում է։ Առաջ շորերը բերում ու տալիս աղջկան։ Աղջիկը հագնում է նոր շորերը, մատին հագցնում ոսկե մատանին, մանյակը գցում վիզը, ականջներից կախում ականջողերը և այդպես զուգված ու զարդարված իր ամբողջ գեղեցկությամբ դուրս է գալիս տղայի դիմաց։ Տղան նայում է ու աղջիկը նրան չնաշխարհիկ գեղեցկուհի է թվում։ Աղջիկը ծածկում է դեմքը, որ ոչ ոք իրեն չճանաչի, և երկուսով գնում են իրենց նոր տունը, որը այդ քաղաքում ամենագեղեցիկն էր։ Տուն են մտնում, իսկ այնտեղ ոչ գորգ է լինում և ոչ էլ անկողին, ոչ աման է լինում և ոչ էլ չաման։
Աղջիկը տղային հրամայում է առնել այն բոլորը, ինչ որ անհրաժեշտ է, և նորից մի պարկ ոսկի է տալիս։ Տղան հենց ուզում է դուրս գալ, աղջիկը նրան կանգնեցնում է ու հարցնում. Իսկ որտեղից ես առնելու այդ բոլորը։ Շուկայից։ Չէ, դու կգնաս խանի պալատ։ Պալատի մոտ խանի աղջկա ոսկե կրպակն է։ Էնտեղ կհանդիպես նույն գեղեցիկ տղային, որը բանման է վաճառում։ Էս պարկի բերանը բաց կանես, ոսկին կլցնես առաջը ու կպահանջես այն բոլորը, ինչ որ մեզ պետք է։ Տղան վերցնում է ոսկու պարկը, գնում է խանի աղջկա ոսկե կրպակը և վաճառողին է տալիս ամբողջ ոսկին։ Վաճառողը սիրալիր ընդունում է նրան ու քաղաքավարի հարցնում. Դուք երևի շատ հեռվից եք եկել։ Խնդրում եմ, այսօր եղեք իմ հյուրը։ Նա փաթաթվում է տղային ու տանում իր տուն։ Պարզվում է, որ նրա տունը խանի պալատի մոտ է, մեծ այգու մեջ։ Ծառերի վրա այնքան շատ միրգ է լինում, որ գետնին է թափվում, իսկ հավաքող չկար։ Այգում երգում էին զարմանահրաշ թռչունները, ծաղիկները դուրեկան բուրմունք էին տարածում, առվակներում խոխոջում էր մաքուր սառնորակ ջուրը։ Տանը տղան տեսնում է տանտիրոջ ջահել ու սիրուն կնոջը։ Նա ողջունում է հյուրին, նստեցնում է պատվավոր տեղը, գինի ուտելիք է բերում, հետո կմուզը ձեռքն է առնում, նվագում ու երգում է։ Մի քանի օր ու մի քանի գիշեր տղան մնում է հյուր, բայց հանկարծ հիշում է իր գեղեցկուհուն, որը մեն-մենակ է մնացել իրենց նոր տանը, հրաժեշտ է տալիս տանտերերին և գնում տուն։ Աղջիկը ոչինչ էլ չի ասում տղային դաղ-դատարկ վերադառնալու համար։ Դիմավորում է սիրալիր, հարցնում է, թե ուրախ անցավ իր հյուրասիրությունը։ Քանի որ նա քեզ հյուր է կանչել, ուրեմն դու էլ պիտի հրավիրես նրան, ասում է աղջիկը։ Տղան գնում է հրավիրելու և ճանապարհին մտածում է. Ինչ անեմ։ Նրա տունը ոնց որ խանի պալատ լինի, իսկ մեր ունեցած-չունեցածը միայն մի գեղեցիկ տուն է, իսկ մեջը ոչինչ էլ չկա։ Բա որ հյուրը գա, ինչի վրա պետք է նստի, ինչից պետք է ուտի։ Չնայած այսպես է մտածում, այնուամենայնիվ վաճառողին ու իր կնոջը կանչում է իրենց հյուր։ Երեքով գնում են ու մեկ էլ այ քեզ հրաշք։ Նրանց տուն տանող ամբողջ ճանապարհը ծածկված է գորգերով։ 40 գեղեցիկ աղջիկներ շքեղ շորեր հագած, խոնարհ գլուխ տալով ողջունում են նրանց։ Տղան շատ է զարմանում ու հյուրին տանում իրենց տուն։ Ներսում նրանց այնպիսի մի հյուրասիրություն է սպասում, որի նման աշխարհում չէր տեսել, իսկ 40 աղջիկները պարում են ու երգում։ Նրանց տանը ոսկե կրպակի վաճառողը ու իր կինը շատ երկար հյուր են մնում։ Նրանք նույնիսկ մոռանում են, թե քանի օր ու քանի գիշեր է անցել։ Մի օր էլ տղան անսպասելի նկատում է, որ աղջիկը չկա։ Գնում է նրան փնտրելու և գտնում է ամենահեռավոր սենյակում։ Աղջիկը սիրալիր ժպտում է և առանց կշտամբելու ասում, որ տանտերն իր հյուրերին չպետք է մենակ թողնի ու տղային խնդրում է, թե այսօր նրանց ավելի շատ խմեցրու։ Տղան գնում է և ինչպես պետք է, մի լավ խմեցնում է հյուրերին։ Շուտով և ինքը և հյուրերը խորը քուն են մտնում։ Տղան արթնանում է առավոտյան և ինչ տեսնի։ Մերկ պառկած է հատակին, գլուխը շատ է ցավում, մարմինը կոտրատվում է և ծարավից տանջվում է ինքը։ Դժվարությամբ վեր է կենում։ Մի սենյակից մյուսն է գնում և վերջապես դրանցից մեկում ցնցոտիներով ծածկված երկու մարդ է տեսնում։ Դա գեղեցիկ վաճառողը ու իր կինն են լինում, երկուսն էլ մեռած։ Տղան վախեցած սկսում է փնտրել աղջկան։ Նորից գնում է ամենածայրի սենյակը, այնտեղ ոսկով լցված մի պարկ է տեսնում, իսկ պարկի մոտ մի թուղթ,
մեջը գրած. Եթե ինձ փնտրես, կգտնես խանի պալատում։ Տղան գնում է խանի պալատը։ Պալատի դռներին կանգնած են լինում նիզակներով զինված պահակները։ Նրանք կարդում են խանի աղջկա թուղթը և տղային ներս թողնում։ Նա 40 դուռ է անցնում։ Ամենավերջին սենյակում ոսկե մահճակալին նստած է լինում իր փրկած գեղեցկուհին։ Նա մի մեծ ծխամորճ է ծխում ու քուլա բերանից բաց թողնում ծուխը։ Աղջիկը տխուր է լինում, չի պատասխանում տղայի բարևին, նույնիսկ նրան չի էլ նայում։ Ինչու եկար, հարցնում է քիչ անց։ Ուզում էի քեզ տեսնել, պատասխանում է տղան։ Որ այդպես է, ուրեմն արդեն տեսար։ Հիմա գնա ու տիրություն արա այն տանը, որը ես քեզ համար կառուցեցի, պատասխանում է աղջիկը։ Ոչ, ես էստեղից ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Եվ քո տունը ինձ պետք չէ։ Մենակ թե ասա դու ով ես, ինչու ինձանից փախար, ինչու հյուրերիս սպանեցիր, քո երակներում տաքարյուն է հոսում, թե սառն է քարի պես։ Ես քեզ հետ մոռացա ամեն վիշտ ու տառապանք, ինչու ինձ հետ հիմա այդպես դաժան ես վարվում։ Այստեղ գեղեցկուհին մի թեթև ժպտում է, տղային նստեցնում է գորգին և հյուրասիրում։ Ուշադիր ինձ լսիր, ջիգիտ, ասում է նա։ Ես էստեղի խանի միակ դուստրն եմ։ Երբ փոքրիկ աղջիկ էի, երես առածի մեկն էի։ Երբ մի քիչ մեծացա, սկսեցի գինի խմել։ Հետո այնպես սովորեցի, որ առանց խմելու մի օր ապրել չէի կարողանում։ Մի անգամ պաղքի օրերին հայրս շուկա է գնում տեսնելու, թե ժողովուրդը իրեն ինչպես է պահում։ Եվ տեսնում է, որ բոլորն ինձ նման խմում են ու կռվում իրար հետ, անհնազանդ են դարձել։ Նա ժողովրդին հրավիրում է մեծ հրապարակն ու հայտարարում. Մինչև պահքը չանցնի, ոչ ոք խմելու իրավունք չունի։ Ես կպատժեմ խմողներին և նրանց, ովքեր գինի կծախեն։ Նույն բանը վերաբերում է ինձ և իմ ընտանիքի անդամներին։ Եթե ես կամ իմ ընտանիքից որևէ մեկը խմի, դուք իրավունք ունեք մեզ խիստ պատժելու։ Մի քանի օր ես ինձ հազիվ էի զսպում։ Հետո նաժիշտներիցս մեկին ուղարկեցի, բայց նա դատարկ ետ եկավ։ Ուր մնաց ծախել, երբ ամեն մեկը վախենում էր նույնիսկ գինու անունը տալ։ Ես 2 օր էլ համբերեցի։ Հետո նաժիշտիս ուղարկեցի գինու փոխարեն գոնե մի ուրիշ բան ճարելու։ Շուտով նա վերադարձավ ու հետը անաշա բերեց։ Առաջ մեզանից ոչ ոք չէր ծխում։ Դրա համար էլ վաճառողն ուղարկեց իր ծառային, որ ինձ ծխել սովորեցնի։ Ծխելով անաշան ես ուրախություն զգացի ու գինին բոլորովին մոռացա։ Ջահել ծառան ցնցոտիների մեջ էր։ Ես կարգադրեցի նրան բաղնիքում լողացնել և նոր շորեր հագցնել։ Պարզվեց, որ նա գեղեցիկ տղա է։ Ոչ մի տղամարդ ինձ մոտ մտնելու իրավունք չուներ, իսկ նա միշտ գալիս էր, ու ես սիրեցի նրան։ Որ ծնողներս չիմանան իմ գաղտնիքը, հրամայեցի մեր պալատի դիմաց ոսկե կրպակ կառուցել և իմ սիրեցյալին այնտեղ վաճառող դարձրի։ Կրպակից մենք գետնի տակ մի անցք փորեցինք, որը դուրս էր գալիս ուղիղ իմ սենյակը։ Ցերեկները տղան առևտուր էր անում, իսկ գիշերները գալիս էր ինձ մոտ։ Մի օր նա եկավ շատ մռայլ ու ասաց. Ինչ վատ է, որ ես ստրուկ եմ։ Այսօր շուկայում լսեցի, որ մի մեծ ու գեղեցիկ տուն են ծախում։ Չնայած փող ունեմ, բայց առանց քեզ չհամարձակվեցի առնել։ Ես հրամայեցի, որ նրա համար առնեն այդ տունը։ Տղան ինձ հետ սիրալիր էր, բայց մի ամիս անց նորից տխուր եկավ ինձ մոտ և ասաց. Այսօր շուկայում 500 գերիներ էին վաճառում։ Նրանց մեջ մի գեղեցիկ աղջիկ կար, որը կոմուզ էր նվագում, հիանալի երգում ու պարում էր։ Տերը նրա համար շատ մեծ գին էր ուզում։ Ուզում էի այդ գերուն առնել, բայց առանց քեզ չհամարձակվեցի։ Ես նրան թույլ տվեցի, որ առնի այդ գեղեցկուհուն։ Այդպես անցավ ուղիղ 3 ամիս։ Իմ սիրեցյալը քանի գնում, այնքան ինձանից սառում էր։ Եղավ այնպես, որ 3 օր բոլորովին չեկավ ինձ մոտ։ Հետո ես իմացա, որ նա ինձ խաբում է։ Այն աղջիկը, որի մասին պատմել էր, ոչ թե գերի էր, այլ մի հարուստ վաճառականի աղջիկ։ Իսկ փող նրան պետք չէր մեծ կալիմ տալու համար։
Ինձ համար ավելի հեշտ էր մեռնելը, քան այդպիսի վիրավորանք տանելը։ Մի անգամ գիշերով նրա մոտ գնացի։ Ես չար մտքով չէի գնացել, բայց նորապսակներ արթնանալով բերանս կապեցին ու դանակի 40 հարված տվեցին։ Ես մերձի մահ էի, իսկ դու փրկեցիր ինձ, ծախսեցիր ամբողջ ունեցվածքդ ինձ բուժելու համար։ Քո բարության համար շնորհակալ եմ ես։ Բայց վրեժս ես չէի կարող չհանել։ Ահա թե ինչու քեզանից պահանջեցի տուն կառուցել, որ հյուր կանչեմ վաճառողին ու իր կնոջը, և վրեժս լուծեմ իմ վշտի ու թափած արյան համար։ Ու այդպես էլ արեցի։ Իսկ հիմա դու ամբողջ ճշմարտությունը գիտես։ Պատմելու հերթը գալիս է տղային։ Նա էլ իր մասին է պատմում։ Աղջիկը լսում է նրան ու ասում. ահա տեսնում ես, պարզվում է, որ դու իսկական հարբեցող ես եղել։ Ես էլ էի գինի սիրում, բայց հետո անաշատ ծխող դարձա։ Ջահել ժամանակ ինքներս մեզ շատ վնաս ենք տվել։ Այդպես շարունակել այլևս չի կարելի։ Խոստացիր, որ այլևս չես խմի։ Ես էլ խոստանում եմ, որ այլևս չեմ ծխի։ Այդ դեպքում միայն մենք կարող ենք իրար հետ ապրել։ Տղան համաձայնում է։ Նրանք իրար խոսք են տալիս, որ գինի չեն խմի ու չեն ծխի։ Ու մի օր գիշերով նրանք հեռանում են պալատից, երկու խուրջին ոսկին առած հետները, և բարեհաջող հասնում են այն քաղաքը, որտեղ ապրում էր տղան։ Այստեղ նա բոլորին հայտնում է, որ նորից ձեռք է բերել իր հոր թողած ամբողջ հարստությունը։ Նա իր ջահել կնոջ հետ ապրում է հաշտ ու խաղաղ, և երբեք նրանք չեն դրժում իրենց տված երդումը, որ տվել էին իրար, ոգելից խմիչքներ չեն խմում ու չեն ծխում այլևս։ Երկուսն էլ, ասես, նորից նոր ծնվում են։